Երդվել էի գալ թեժ կռվից, հոգիդ մաքրել արցունքից, երդումս մայր հողին դրվեց, երդվել էի Միշտ է դաժան, դժվար է շատ, բայց ծննդյան օրերին, այս սուրբ օրերին ավելի դաժան է։ Հրաչ Մովսեսյանի 25-ամյակը պետք է ուրախությամբ նշեին ընտանիքում, բայց 2020 թվականից ի վեր ընտանիքի անդամներն ու հարազատ մարդիկ օգոստոսի 19-ին Ազատանի զինվորական Պանթեոն են գալիս։ Եվ ևս խաղաղության ըստեր աղաչեսուկ, վասն հանգուցյալ օգվոցն, աղաչեսու գոսպրկիչը մեր Քրիստոս, զիզնոս անդարդ հասնդասեցը, ևս մեզ կեցուցե շնորհի ողորմության յուրո, ամենակալ Տեր Աստված մեր կեցու է ողորմյա։ Տարիները ցավը չեն մեղմացնում։ 44-օրյա պատերազմում Հրաչը հենց իր կյանքը նվիրեց հայրենիքի համար։ Այսօր էլ մայրը նվեր ընտրելու փոխարեն սփոփանք է փնտրում։ Միակ երևի սփոփանք է, նոր թորնիկ պիտի ունենամ ու տղա ու անունը որոշել են դնել Հրաչ, երևի միակ սփոփանքը էդ է, ուրիշ ոչ մի բան չկա, ծնողին ոչ մի բանը չի սփոփում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հրաչը կռվել է ջրականում։ Պատերազմը Հրաչի վախերի մասին չէր, կռիվ պիտի տար տուն տեղի, հայրենիքի համար անտրտունջ։ Բայց ծառայում էր Մեղրիում, Սյունիքում Մեղրիում էր ծառայում, Ագարակում, բայց պատերազմի օրերին տեղափոխել էին Հադրուտ, Ջաբրայիլ ու դեպքը եղել է Ջաբրայիլ, Հորատիս ճանապարհին մեքենային խփել էին, հատասն էր խփել։ Շատ գոհ ծառայությունից, շատ գոհ, ինքը պիտի մնար գյուղում ապրեր ու գյուղատնտեսությամբ, ուրիշ ոչ մի բանը չէր սիրում, ճիշտն ասած, բարոյություն, գյուղատնտեսություն։ Ազատանի զինվորական Պանթեոնում հայրենիքի համար ընկած ազատանցի հերոսների շիրիմներին հարգանքի տուրք է մատուցել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։